Մեսրոպ Մաշտոցը չի ստեղծել հայոց այբուբենը, այո, դուք ճիշտ լսեցիք, 5-րդ դար, հայերը ունեն ամեն ինչ, երկիր, հավատք, լեզու, միայն թե չունեն այբուբեն, հենց այդ ժամանակ երիտասարդ մի վանական երազ է տեսնում, երազում միստիկ մի ձեռք սկսում է գրել, միայն թե ձեռքը գրում էր թղթի փոխարեն քարի վրա, իսկ թանաքի փոխարեն գրում էր լույսի շողով, սկզբում առաջին տառը, հետո երկրորդ տառը եւ այդպես 36 տառ միստիկ ձեռքը գրում է լույսի շողով քարի վրա։ Երիտասարդ վանականը արթնանում է ու այնինչ տեսել էր իր միստիկ երազում գրի է առնում բոլոր տառերը մեկին մեկ ինչպես տեսել էր երազի մեջ։ Ով էր այդ երիտասարդ վանականը։ Հայոց այբուբենի ստեղծումը մեր պատմության ամենավառ էջերից է։ Երբ ապրում ես դրսում, հատկապես կարևոր է, որ թե մենք եւ թե մեր երեխաները անընդհատ մոտ լինենք հայոց պատմությանը, հայոց մշակույթին ու հենց դրա համար էլ սեպտեմբերի 3-ին Լոս Անջելեսում կայանալիք թատերական երաժշտական ներկայացումը դիտելը շատ կարևոր է մեզ համար։ Ներկայացումը կոչվում է Նախնիների կանչը 2 հերոսներ եւ սրբեր։ Բեմում կենթանանալու է մեր այն սրբերի ու հերոսների անցած ուղին, որոնց անձնազոհության ու սխրանքի շնորհիվ մենք շարունակում ենք ապրել այսօր եւ պահպանում ենք մեր ինքնությունը։ Անցած տարի ներկայացման առաջին մասը դիտել է 6000 մարդ ու տոմսերը sold out էին։ Այս տարի լինելու է բոլորովին նոր ներկայացում, երկրորդ մասը տոմսերը շատ արագ սպառվում են, այնպես որ շտապ եք գնել, որ ներկա լինեք։ Իսկ ես 2 տոմս նվիրում եմ ձեզնից մեկին։ Կոմենտներում շատ արագ նշեք այն մեկ ընկերոջը, որի հետ ուզում եք գնալ ներկայացմանը։ Իսկ երիտասարդ վանականի անունը, որի մասին ես պատմում էի, Մեսրոպ Մաշտոց է, եւ այո, նա չի հորինել հայոց այբուբենը, նա տեսել է հայոց տառերը իր երազում։